Պարոն Կամոսյան, խնդրում եմ ինձ ասեք համայնքի պարտեզը երբանից փակ չի աշխատում։ Ուրեմն ամսի 1-ով է փակվել, քանի որ ունենք պարտքեր, անցած տարվա կարգատարության հետ կապված, ուրեմն ամբողջ տարին ոչ մի կոպեկ գումար չի հավաքվել։ Ամսի 1-ով գումար չունենալու պատճառով փակվել է, երևի ինձ թվում է մայիսի 1-ից կաշխատի։ Հիմա տեսեք, համայնքային բյուջեից ասնվում մանկապարտեզը, քանի աշխատող ունեք։ Մանկապարտեզը 12 իրանց 1,700,000 գումար է ամեն ամիս։ Իսկ սաներին քանի հոգի են։ 90-9500 մինչև։ Հիմա տեսեք, մենք տեղեկություն ունենք, որ ձեր համայնքում պատգամավորության տեխնացուներից մեկը, որը կապվում է Մանվել Գրիգորյանի հետ, պարտություն է կրել, այսինքն դեռ պատգամավոր չի դարձել։ Նորմալ ընտրություն ա եղել, շատ գոհենք, շատ ազատ, արդար, չի մասնակցել։ Մեր տեղեկությունն այսպեսին է, որ պարտությունից հետո նա աջակցություն Մանվել Գրիգորյանի բարեկամներից հրանտ։ Մեր մոտ ինքն է, ամենաշատ ձայներն ինքն է հավաք, ինչի մասնակցել։ Բայց մանդատը բաշխման ժամանակ իրան չի հասնում մանդատ։ Ես ինչ անեմ։ Բոլոր դեպքերում դուք աջակցել եք։ Ես ասեմ, Գրիգորյանը չի կարող մի հոգի ասի, որ ես ասել եմ սրան ձայն տվեք, նրան ձայն տվեք, չի եղել այդպեսի բան։ Բոլորին դուրս հարցնեք։ Հիմա տեսեք, պատահական է համարում, որ հենց ապրիլի 1-ով, դուք ասում եք ապրիլի 1-ով, մենք տեղեկություն ունենք, որ ապրիլի 1-ից չի եղել, 3-ին է եղել։ Գազի գումար ունենք պարկ, գազ ենք վերցրել, հոսանքի պարկ ունենք, գույքի պարկ ունենք, թղթերով ես կարող բոլորը ձեզ ապացուցեմ։ Ուրեմն ամսի 1-ից նեղություն 3-ից մինչև այսօր արդեն թարխուն ու վաճառել են արդեն 1,300,000 գումար ենք հավաքել։ Անցած տարի հուլիսի 10-ից մինչև մարտի վերջ մի կոպեկ գումար չի հավաքել, քանի որ շուկան նոր է սկսել։ Հիմա ամեն տարի սենց է լինում գյուղում։ Ինչը։ Ասենք ապրիլին փակվում է, մայիսին բացվում է։ Անցած տարի ես նոր շեշտում եմ, որ կարգտահարությունից հետո հուլիսի 10-ին։ Մի կոպեկ գյուղացին փող չի ստացել։ Հիմա բա փողոցային լուսավորությունը նորմալ է, գիշերային ժամերին։ Լուսավորությունը ուրեմն ծառ էին գտել։ Ընկել էր մոտ մի 30 հատ լամպուշկա այրված է, հիմա կարող եմ միացնեմ դեպք։ Նույնը իրավիճակն է։ Հիմա փող են փոխանցելու նոր լամպուշկաներ, նոր լուսեր, նոր թազա բաներով, ամսի երևի մայիսի 1-ից, տոլի մայիսի 20-ից չեմ անում, նորմալ կաշխատի։ Տեսեք, խնդիրը նրանում է, որ այս բոլոր պատմություններն եղավ ապրիլի 2-ին զուգահեռ։ Այս լրիվ պատահական եք համարում։ Պատահական չեմ համարում։ Նորից եմ ասում, որ գումար չկա, պարկ ենք, հոսանքին պարկ եմ, գազին պարկ։ Շատ լավ, մարտի 1-ով գումար կար, որ մարտի 1-ից ապրիլի 1-ը գործել է պարտեզը գումար կար։ Չէ, պարկ։ Իսկ այդ ժամանակ ինչի՞ չէ, այդ ժամանակ չեք փակել։ Պարկով, խնդրելով միացրել են։ Հոսանքը եկել են, որ անջատեին։ Շատ լավ, դուք կուսակցական պատկանություն ունեք։ Այո։ Որ կուսակցությունից եք։ Հիմա դուք ասում եք, որ սա կտրել են։ Ես չեմ իմանում, գյուղապետը ոնց է ասել։ Չգիտեմ, դուք տեղյակ չեք։ Որ ծառնակ։ Ծառերը կդրել են, էսի խանգարում է տվեց վարվա։ Այս ծառը դուք գիտեք երբ են կտրել օրինակ։ Ես չեմ հիշում։ Լուսավորությունը ինչքան ժամանակ է չկա։ Ոնց ասած գյուղապետը։ Դուք գյուղից եք։ Ես գյուղից եմ, բայց ես Բայց ձեզ եմ հարցնում, դուք գյուղի բնակիչ եք նա։ Չեմ էլի, ես։ Լավ, վերջին անգամ երբ եք տեսել այս լուսավորությունը, որ չկա։ Վերջին անգամ 2 օր առաջ կար։ 2 օր առաջ կար, թե 2 օր առաջ չկար։ Ես գյուղը չեմ էլ այսօր եմ եկել։ Հիվանդ եմ եկել։
այդ 4 լարը էնի հաստատ կդրին այդ դրապատճառը։ Ես այս է։ Իրենք 4 լարը կտրեն, տես ախճեցրին։ Հիմա գյուղապետն ասում է, որ կտրել են, ծառը կտրել են արդեն։ Հիմա էսա լույս կարգավորվում է, բայց դե ոչ ծառը կտրած է, ոչ էլ ինչ որ